Պատկերացրեք մի արձան, որը կանգնած է Հայաստանի ամենավտանգավոր կետերից մեկում՝ հայ-ադրբեջանական սահմանագծին, հենց Խրամատների մեջտեղում։ Այսօր կխոսենք հենց այդ արձանի՝ Արևիկի մասին։ Այժմ այդ կոթողին անհնար է մոտենալ և նրան հեռվից տեսնում են միայն սահմանին ծառայություն իրականացնող զինվորները։ Նրա պատմությունը լի է խորհրդավորությամբ և հակասություններով։ Արևիկն ունի 10 մետր բարձրություն, ալյումինե հսկա կոմպոզիցիա է։ Այն տեղադրվել է դեռևս 1976-ին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի Կայանավան բնակավայրի մոտ։ Քանդակագործ Ադիպեկ Գրիգորյանի ստեղծած այս կոթողը, որը հայտնի է Մայր Հայաստան կամ Արևիկ անուններով, իր գոյության կես դարի ընթացքում ականատես է դարձել Խորհրդային Միության փլուզմանը, մինչ այս էլ դիրքային կռիվների։ 2014-ի հոկտեմբերին ուժեղ քամին քանդել է այդ արձանը եզերող շրջանակը։ Բայց այս արձանի պատմության սկիզբը գտնվում է Երևանում Կիևյան 24 հասցեում։ Այնտեղ է տեղակայված Ադիպեկ Գրիգորյանի արվեստանոցը, այսպես կոչված արվեստագետների շենքերից մեկում, որտեղ խորհրդային տարիներին բնակարաններ ու արվեստանոցներ էին տրամադրվում նկարիչներին և քանդակագործներին։ Հենց այդ արվեստանոցում է 1976-ին ծնվել Արևիկի նախատիպը։ Արձանի գաղափարը ստեղծվել էր 70-ականներին ու խորհրդանշում էր Հայաստանի մուտքը։ Որպեսզի կարողանաք պատկերացնել, այն իրենից ներկայացնում է կնոջ կերպար, որը ձեռքերը վեր է պարզել, ասես հյուրընկալ տանտիրուհի լինի, իսկ նրան եզերող շրջանակը խորհրդանշում է արևի շողերը։ Ինչպես պատմել է ինձ քանդակագործի որդին Վահան Գրիգորյանը, հիմնական գաղափարը եղել է ցույց տալ Հայաստանի մարդկանց բնավորության առանձնահատկությունները։ Նրա խոսքով մարդիկ գալիս են արևոտ մի երկիր, որտեղ բոլորը հայտնի են իրենց հյուրասիրությամբ, իսկ երկիրը իր արևոտությամբ։ Ի դեպ, ձեռքերը պարզած այդ կնոջ կերպարի համար որպես նախատիպ է ծառայել քանդակագործի մորաքրոջ դուստրը՝ Մարինկան, որը շատ գեղեցիկ արտաքին ուներ։ Այսպիսով, ժամանակին Հայաստան մտնողներին ողջունող և բարի գալուստ մաղթող հյուրընկալության խորհրդանիշը տասնամյակներ անց վերածվել է սահմանի լուռ պահապանի։ Այսօր Արևիկը կանգնած է որպես դրամատիկ հիշեցում այն մասին, թե ինչպես կարող են պատմությունն ու հակամարտությունը փոխել արվեստի սկզբնական իմաստը, այն դարձնելով ոչ թե ողջույնի, այլ չընկճվող ոգու և խաղաղության սպասման խորհրդանիշ։